Դուք ճիշտ կառուցել եք վիզուալը, ունեք ինֆորմատիվ հայլայթերներ, ունեք գրավող և հետաքրքիր բիո, միացրել եք գովազդ, ձեզ գրում են նամակներ, բայց այնուամենայնիվ նամակագրությունը չի փակվում վաճառքով։ Եթե այս իրավիճակը ծանոթ եք ես, ուրեմն ամենայն հավանականությամբ դու ունես այս խնդիրը, ինչպես ճիշտ նամակագրության մեջ մտնել հաճախորդի հետ։ Եվ կարևոր պայմանը, որպեսզի այն փակվի վաճառքով։ Այժմ կհասկանանք այն 5 ամենակարևոր սխալները, որոնք որ չպետք է անել։ Եվ այսպես, կանոն համար առաջին՝ ունենալ նախապես մտածված դիալոգի սցենար, մարտավարություն, որի հիմնական նպատակն է պահպանել արդեն հետաքրքրված պոտենցիալ գնորդի ուշադրությունը եւ հետաքրքրությունը։ Ինչպես դա անել։ Սա կառուցվում է որոշակի տրվող հարցերի վրա, որոնք որ դուք տալիս եք հաճախորդին եւ նա պետք է պատասխանի։ Հիմնական սցենարը ինչպես է լինում։ Հաճախորդը հարցնում է պրոդուկտի ծառայության գինը, դուք ասում եք արժեքը եւ այսքանով սահմանափակվում է։ Երբ հաճախորդը ձեզ հարցնում է պրոդուկտի կամ ծառայության արժեքը, բացի այդ ինֆոն տալուց, նրան պետք է տալ հավելյալ հարցեր։ Օրինակ, իսկ ձեզ կոնկրետ ինչ ծառայություն կամ ինչ պրոդուկտ է, ինչ տեսակի պրոդուկտ է հետաքրքիր, կամ ինչ գնային սահմանում եք նախատեսում, որպեսզի ձեզ կարողանանք առաջարկել այլ տարբերակներ եւ այլն։ Այսինքն հաճախորդի հետ մտնում եք դիալոգի մեջ։ Բնականաբար այս հարցերը ինդիվիդուալ են, կախված նրանից, թե ինչ պրոդուկտ, ինչ ծառայություն եք առաջարկում, հարցերը փոփոխվում են։ Կանոն երկրորդ. Երբ զգում ենք, որ արդեն հաճախորդը բավականաչափ հետաքրքրված է մեր պրոդուկտով, օգտագործում ենք ընտրություն առանց ընտրության տեխնիկան։ Բերեմ օրինակներ։ Օրինակ, իսկ ինչպես եք ցանկանում կատարել վճարումը օնլայն, թե պատվերը ստանալու ժամանակ։ Կամ իսկ ձեր շփոթվա որ օրն է հարմար ստանալ պատվերը եւ այլն։ Երրորդ կանոնը թվում է ոչ կարևոր դետալ, բայց հավատացեք, այն բավականաչափ կարևոր է։ Լինել բարեհամբույր եւ օգտագործել շփման դիալոգի մեջ հաճախորդի անունը։ Կանոն ու շատ կարևոր կանոն 4. Արագություն։ Նամակներին պետք է հնարավորինս պատասխանել արագ։ Չենք մոռանում, որ վաճառքը կատարվում է Instagram-ում։ Առաջինը, այստեղ կա ուշադրության բաշխվածության խնդիր, այսինքն կարող է հետաքրքրվել այդ պահին եւ եթե չի ստանում պատասխանը, մի քանի ժամ հետո այլևս նրան չի հետաքրքրի այդ պրոդուկտը կամ ծառայությունը։ Եվ երկրորդը, Instagram-ում կան նաեւ ձեր հակառակորդները եւ եթե դուք չեք պատասխանում, նա գրում է ձեր հակառակորդին, ով պատասխանում ավելի արագ եւ վաճառքը կատարվում է իր մոտ։ Եվ քայլ 5-րդ ունենալ ձեզ հետ կապնվելու այլ տարբերակներ եւս հաճախ շատերը նախընտրում են պատվերը կատարել օրինակ կայքի միջոցով կամ զանգահարել գրելու փոխարեն դրա համար պետք է էջում ունենալ նաեւ հեռախոսահամար, մեյլ, WhatsApp կամ կապի այլ միջոց։ Դե ինչու սա որ հետաքրքիր էր եւ օգտակար։ Պահպանեք եւ կիրառեք։